Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 22-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվ 1 իրադարձությունը դա ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն է, որը փորձում է գտնել Դոնալդ Տրամպը, դրան անպայման կանդրադառնանք, բախտորոշ պահ է, բայց Նիկոլ Փաշինյանը այսօր մարզահամերգային համալիրում հրավիրել էր հանրային ծառայողներին փակ հանդիպման, այդ միջոցառումից կարճ հատվածներ ներկայացրել են, կարճ չէ, ուղղակի ես անդրադառնամ մի կարճ մասի, հետո անդրադառնանք ուկրաինական պատերազմի ընթացքին ու դրա հետևանքներին։ Ուրեմն մարզահամերգային համալիրում հրավիրված փակ միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Այսինքն մեր ներքին լեգիտիմությունը ամրապնդված չէ, որովհետև այդ սահմանադրությունը համարում է ապօրինի է, անօրինական է։ Այսինքն ինքը անօրինական սահմանադրության պահպանողն է, եթե սահմանադրական կարգը ցանկանում են տապալել, Նիկոլ Փաշինյանը ուժ է կիրառում, որպեսզի պահպանի սահմանադրական կարգը, որ սահմանադրական կարգը այդ ոչ լեգիտիմ սահմանադրության։ Իհարկե, եթե փորձում է սահմանադրությունը փոխել արդարացնի, որ մարդիկ հանկարծ գլխի չընկնեն, որ դա Ալիևի պահանջն է, մանավանդ որ խոստովանում են, որ Ալիևը պահանջում է, դժվար է գտնել մարդ, որը որ չհասկանա, որ դա ում պահանջն է։ Հիմա հիմնավորումները նայենք։ Փաշինյանը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Ինչու նոր սահմանադրություն, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որտեղ դա նոր քաղաքական բովանդակություն է Հայաստանի համար, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական հայեցակարգ։ Ըստ նրա այդ նոր հայեցակարգը կոչ է անում քաղաքացուն սիրել պետությունը ինչպես ինքն իրեն։ Հա, ժողովուրդ ջան, այս բառակույտը գիտեք ինչի համար է, որ բացատրի, որ փոփոխված սահմանադրություն չենք անելու, որովհետև սահմանադրությունը 95 թվականին, որ ընդունվել է, 2005 թվականին փոփոխվել է, անգամ 2015 թվականին, որ անգամ կիսանախագահական կառավարման համակարգից անցել ենք խորհրդարանականի, նույնիսկ այդ ժամանակ չհայտարարվեց նոր սահմանադրություն, այլ համարվեց փոփոխություն, որ էական փոփոխություն անգամ կատարվել էր պետական կառավարման համակարգի հետ կապված։ Բայց հիմա որպեսի իրան պետք է լինի ինչի նոր սահմանադրություն, որտեղ սահմանադրության մեջ նախաբանում կա անկախության հռչակագիրը։ Հիմա ինքը անկախության հռչակագրին անուն դրեց, ասեց է, դե գիտեք, դա մեր պետությունը վերացնելու համար էր, դու գիտեք դա ինչի համար, տեսավ չհամոզեց ժողովրդին։ Հետո ասեց փորձի Ալիևին համոզի, ասեց ախր անկախության հռչակագրում ինչ որ գրված է, տարածքային պահանջ չի Ադրբեջանի նկատմամբ։ Դա որևէ հոդվածով ամրագրված չի, թե այդ նախաբանում ասածը, այսինքն նշանակում է չկա որևէ կետ, որով պահանջ է ներկայացվում։ Համոզեցիր, սահմանադրական դատարանն էլ որոշել է, բայց տեսա որ Ալիև պետք չի, ասեց սահմանադրությունը փոխի, որովհետև քո անկախության հռչակագիրը սահմանադրությամբ ես ընդունել նախաբանում կա, մինչև դու չփոխես սահմանադրությունը և անկախության հռչակագիրը նախաբանից չանես, մենք քո հետ հարց չունենք լուծելու։ Այդ իսկ պատճառով հիմա նոր սահմանադրությունը ուզում է բացատրի, երրորդ հանրապետությունը չորրորդ, ինչ որ ժողովրդի համար ինչ որ բաներ է անում, մենակ մի բանի համար, որ հետագայում ասի լրիվ նորից անում ենք, այս նոր պետության համար այն քայքայող անկախության հռչակագիրը մեզ պետք չի։ Էսա մի բարդ բան չի, որպեսզի հասկանանք։ Իսկ ինչի է տենց համառորեն կպած Ալիևը ասում, որ անկախության հռչակագիրը հանեք սահմանադրությունից, որովհետև նա շատ լավ գիտի, որ ցանկացած հաջորդ իշխանություն, այն ինչ որ այսօր Նիկոլ Փաշինյանը անի, եթե համարի, որ դա չէր բխում
մեր պետության շահերից կարող է դա վերանայել անկախ նրանից վերջապես պայմանագիր է կարող է պայմանագրից իր ստորագրությունը հետ քաշի ու վերջ այդ խաղաղության պայման այսինքն նա մտածում է բա որ հանկարծ տենց բան լինի ինչի է ցանկանում որ Հայաստանի պահանջատիրության հարցը ընդհանրապես սահմանադրությունից դուրս գա որովհետև Ալիևը ով Ալիևը հրաշալի գիտի որ իրանք խոցելի տեղ ունեն նույնիսկ եթե Արցախը դատարկել են իրավական առումով խոցելի տեղ ունեն եթե աշխարհակաղակական այս վայրիվերումների ժամանակ այնց ստացվի որ հանգամանքների բերումով ինչ որ մի ուժ հաղթի որի հետ է Հայաստանը առիթը կօգտագործեն ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա ասեն դու ուժով ուժի սպառնալիքով ես լուծել հարցը իսկ այդ ընթացքում Միսկի խմբի համանախագահների ինստիտուտը կար եւ նրանք անընդունելի էին դա համարել Ադրբեջանը դրան համաձայնվել էր այսինքն այն ինչ որ դու արել ես ուժով իրավական որևէ հիմք չունի որովհետեւ դու դուրս չէիր եկել այդ ձևաչափից նոր եք դուրս եկել բայց դու պատերազմ արել ես 2020 թվականին ու եթե հանկարծ իրանց շահերից ելնելով ցանկանան Ադրբեջանին ճնշեն հարմար փաստաթուղթ ունենան ճնշելու համար ինչու Ադրբեջանը մտածում որ խոցելի է նույնիսկ Արցախը դատարկելուց հետո նույնիսկ Մինսկի խմբի ձևաչափը լուծարելուց հետո որովհետև ասում է Հայաստանը 89 թվականի դեկտեմբերի 1-ին մեկ անգամ էլ պատկերացնենք վերամիավորման խնդիր է դրել այդ վերամիավորման խնդիրը արտացոլվել է նաև անկախության հռչակագրում 90 թվականի օգոստոսի 23-ին հիմա դրանով ինքը հանձնառու էր պաշտպանել Արցախին եւ այդ պարագայում չես կարող Հայաստանին օկուպանտ համարել որովհետեւ ինքը փաստաթուղթը հանում ցույց է տալիս ասում է էսա դու կարող ես այսօր ազգային ժողովը որոշում ընդունի ուժը կորցրած ճանաչի 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը դա խնդրեմ չկա հաջորդ գումարման ազգային ժողովը կարող է հանգիստ անել հիմա գերագույն խորհուրդը դա է ընդունել ազգային ժողովը դա բայց ինչու Ալիևն ասում չէ դա այն ձեռնտու չի դու այդ գերագույն խորհրդի որոշումը արտացոլել ես հռչակագրի մեջ հռչակագիրը մտցրել է սահմանադրություն որը ընդունվել է հանրաքվեով հիմա բարի եղիր սահմանադրությունով սահմանադրության ընդունումը հեչարա որպես ինքը վստահ լինի որ ասի հայ բավարարացմեր Փաշինյանն հետ չեմ ուզում ստորագրեմ ուզում եմ ստորագրեմ հայ ժողովրդի հետ հենց դրա համար ձեզ թվում է այդ ներբությունը Ադրբեջանի իրավաբանները տանում են Ալիևին բացատրում են որ է սա խնդիրը վաղը մյուս օրը ով գա դա վերանայելու է իսկ այդ պարագայում խնդիրը մենակ նա չի որ Փաշինյանն ասի Արցախը հանձնեցինք պարանը մեր վզից հանեցինք պարանը վզից հանեցիր Հայաստանի վիզը գցեցիր չենք տեսել ինչ հակատը բայց նրանք արդեն ագրեսորի պիտակը կպցնում են Հայաստանին պահանջատեր են Հայաստանի տարածքն են ուզում կամ ասում են դուք 30 տարի օկուպացրել եք հիմա մենք պետք է օկուպացնենք բա լավ ենք անում ինչքան դուք եք վերցրել այնքանը մենք պետք է վերցնենք որտեղից է այս ամեն ինչը գալի երբ որ Հայաստանը զիջում է իր դիրքերը Արցախի հարցում զիջեց իր Արցախի հարցում հարձակվում են Հայաստանի վրա ու դա Ալիևի ապարատը շատ լավ է հասկանում մենք էլ ենք շատ լավ հասկանում ու բացատրում ենք թե ինչն է պատճառը որ նա համառորեն ասում է փոխեք սահմանադրությունը նախաբանը հանեք քանի նախաբանը հանած չի դու չես կարող նույնիսկ ուժը կորցրած ճանաչելով 89 թվականի միավորում հարցը համարես փակված որովհետև դա շարունակություն ունի ամրագրված սահմանադրության մեջ Հիմա ինչ է ասում, բայց դա այդպես էլ կմնա ընդհանրապես կարգախոս առանց իրավական կարգավորման եւ քաղաքացու հետ օրգանական կապի, սա նոր սահմանադրության ընդունման առանցքային նպատակներից մեկն է։ Նոր սահմանադրությունը պետք է պայմանականորեն ասած ապահովի պետության շարժման աերոդինամիկա։ Արա այս կրակվածը տենաս այդ բառերից որ էռնակ իմանաս որ դա աերոդինամիկայից բան է հասկանում, էլի գոնե բացի բառը որ գրել տվել են կարդացել է, իմանա աերոդինամիկան ինչ է։ Այնմատ մի հատ գոնե ասեք, այնպես բան ասեք, որ ինքը կարողանա դա ասի, դեմքին նայեն չծիծաղեն, էլի, որ ինքը կարող է աերոդինամիկայից խոսա։ Լավ, շարունակենք, թե այս բոլորը ճոռոմ բառերը հասկանում եք ինչի համար է։ Դրա փոխարեն դե ասես, դե Ալիևն ասելա, չեք հասկանում, ժողովուրդ ջան։
Կարևոր է, որ նոր սահմանադրության ընդունման հանրակրվեն կայանա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը հասարակությանը ներկայացնեն տվյալ հարցի վերաբերյալ իրենց տեսակետները, իսկ արդեն ձայների մեծամասնությունը ստացած ուժի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կունենա նոր սահմանադրության նախագծի ձևավորման գործում, նշել է Փաշինյանը։ Այսինքն, եթե մենք ընտրություններում կհաղթենք, ընտրությունը հաղթելուց հետո ասենք Ժողովուրդ ջան, եթե դուք մեզ տվել եք այդ քվեն, դե դրանցեք մեր բերած սահմանադրությունն էլ ընդունեք։ Եթե չընդունեք, Ալիևը պատերազմ է սկսելու։ Ալիև հիմա պատերազմ չսկսելով պետք է Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տա, որ նա ընտրվի, բայց Նիկոլ Փաշինյանը պարտքերը պետք է փակի, չէ՞։ Բայց պարտքերը պետք է փակի սահմանադրության փոփոխությամբ։ Այսինքն, եթե ուզում եք երկրորդ քայլում չսխալվեք, պետք է առաջի քայլում չսխալվեք։ Ուղղակի Փաշինյանը չընտրվի, այդքան մի բարդ բան չի, որտեվ ինքը լրիվ դերի մեջ է մտել, Ժողովուրդ ջան։ Ինչ ասում Փաշինյանը։ Այդ ջանքերի շնորհիվ մենք հասել ենք մի կետի, որ կարող ենք ասել, Հայաստանը ներկայումս ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային շրջանը։ Այս ոչինչ էս ասել է, որ վերջի 500 տարին սենց ազատություն, անկախություն, սենց ինքնիշխան, ոչ մի բան չենք ունեցել։ Բայց հիմա ավելի առաջ գնացել, Ժողովուրդ ջան, այդ անցյալն ասեց հասկացանք։ Շարունակությունը նայեք։ Առաջիկա 500 տարում Հայաստանի Հանրապետության լինելիությունն ապահովելն իրատեսական եւ կիրառական է, քան երբևէ։ Հասկացաք։ Մի մարդ, որ մի հատ կանխատեսում է անում, մի շաբաթվա մեջ 15 հատ իր կանխատեսումը փոխում է։ Մի շաբաթվա է չեմ ասում 10 տարվա, 20 տարվա, 50 տարվա։ Այս մարդը պարզվում է առաջիկա 500 տարվա համար արդեն հարցը լուծել է, Ժողովուրդ ջան։ Այն ինչ որ հիմա արել է նախկին 500-ից ամենալավն է, հաջորդ 500-ի հիմքերն է դրել։ Այսինքն ինքը գիտի առաջիկա, չէ, չնայած մի հատ էլ 1000 տարի ասեց, բայց դա այդ 1000-ը տենց մի քիչ ուրիշ ձևի ասեց առաջիկա 1000 բան, 500-ի ձևակերպումը լինելիությունն ապահովելն իրատեսական է եւ կիրառական է, քան երբևէ։ Այսինքն այսօր իրանք դրել են հիմքերը, որ առաջիկա 500 տարվա Քանի կար ասում էր առաջիկա 100 տարվա համար եմ հարցերը լուծել, հիմի 500, պատկերացնում եք, որ սահմանադրությունը եկող տարվա ընտրություններով հաղթի, Ժողովուրդ ջան, ինչ 500, 10,000 տարվա թվից պակաս Փաշինյանը չի իջնելու, կրակելու այդ թիվը, ասի ես ես 10,000 տարվա խաղաղություն եմ բերել, վերջ, գնացեք, վայելեք, մեզ էլ ընտրեք, 10,000 տարի ձեզ առաջ տանենք, կանգնացնել է պետք է մարդուն, որովհետև մի քանի օրվա ընթացքում 100-ը դառավ 500, այսօր մի հատ էլ 1000-ի ակնարկն արեց, մի երկու օր հետո արդեն կասի առաջիկա 1000 տարվա, մի քիչ հետո դե դա գիտեք 10,000-ը կա ու կա, նենց որ պատկերացնում եք մարդը ինչ չափի է իրատեսական իր խոսքերում, ելույթներում, հավաքել ես ամբողջ հանրային ծառայողներին, լցրել ես սաղին հավաքել ես մարզահամերգային համալիրում ճառ ես ասում, ճառը տպիկը կարդան էլի, հանրային ծառայողներ կկարդա, ոչ հանրային ծառայողներ, էլ դրա իմաստը որն է, ընտրություններից առաջ մի հատ հավաք ես, հա, կազմակերպում, ուղի ցուցադրում, հա, լավ, հիմա դրսի շատ հարցեր կան, դրան էլ անդրադառնանք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրապարակել է հիմնական սկզբունքները, որոնք պետք է պարունակեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության ցանկացած ծրագիր։ Դադարեցնել սպանությունները, պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, ընդունելի լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար, առավելագույն հասցնել պատերազմի վերսկսման վտանգի հավանականությունը։ Հա, պատրանք կա, որ եթե մենք պարզապես ավելի շատ փող, զենք կամ պատժամիջոց տանք, հաղթանակը մոտ կլինի։ Աշխարհը չեն ստեղծի անհաջող դիվանագետները կամ ֆանտազիայի աշխարհում ապրող քաղաքական գործիչները։ Այն կարող են ստեղծել իրական աշխարհում ապրող խելացի մարդիկ։ Գրել է Վենսը։ Չեմ կարծում, որ ինքը կարծում է, որ ինքը այդ խելացիների մեջ է։ Այսօր դու կանգնում ես ագրեսորին, օկուպանտին խրախոսում ես, նրան բոնուս ես տալիս, որից հետո խոսում ես խելացի գործիչ ելնելու մասին։ Աշխարհը հիմա ո՞նց է փոխում։ Աշխարհը նոր աշխարհակարգը ինչ ալնելու։ Ուժով արդարություն ես վերականգնում, խաղաղություն ես պարտադրում ուժով 1, արդարություն ես վերականգնում ուժով 2, խաղաղություն ես պարտադրում բիզնես պրոյեկտ որպես, ես քեզ պարտադրում եմ դու հանձնվես, որպեսի Ռուսաստանի հետ բիզնես անենք։ Սա լուրջ է։
Էսա ձեր պրագմատիկ քաղաքականությունը։ Եվ ի դեպքում, իրեւ նույն բանն էլ ուզում եմ ասեմ, Հայաստանը մինենց ոգևորվել են, Պուտինը հաղթում է, Պուտինը ձեր ղեկավարն է, այդ ինչի եք ոգևորվել։ Դուք Ռուսաստանի քաղաքացի եք։ Պուտինը ձեզ ինչ։ Ասենք Պուտինը Ռուսաստանի նախագահն է, հաղթում է, ձեզ ինչ դրանից։ Եվ շարունակությունը։ Եթե դու ագրեսորին ողջունում ես, որը մտել է հարևանի տարածք, դու նույն ձևի ողջունում ես, որ Ադրբեջանն է մտել Հայաստանի տարածք, ու պետք չէ ասել, չէ, ինչ եք ասում։ Մենք Փաշինյանին մեղադրում ենք, որ զիջել է Ադրբեջանին, իսկ Զելենսկուն մեղադրում ենք, որ չի զիջել Ռուսաստանին։ Որն է դրա տարբերությունը։ Տարբերությունը իրանց խելքով նա է, որ Ուկրաինան չի եղել, դա Ռուսաստանի տարածքն է, Հայաստանն էլ չի եղել, ինչ եք առաջարկում։ Հայաստանն էլ է Ռուսաստանի կազմում։ Ցարական Ռուսաստանի կազմում էլ ինչ եք առաջարկում։ Այսինքն կարա Հայաստանն էլ համարի, չկա։ Ձեր արդարացնելը դա է նշանակում։ Կարող է ասեք, ՄԱԿ-ի կողմից ճանաչված չէր Ուկրաինա, ՄԱԿ-ի կողմից ճանաչված փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը մի քանի փաստաթղթով ֆիքսած Ռուսաստանը անգամ ինքը երաշխավորող է մտել է հարևանի տարածք, դուք ինչից եք ոգևորվել։ Ես գիտեմ մի բան, որ եթե դու արդարության կողմից չուժը, մենք ամենաուժեղը չենք մեր տարածաշրջանում, եթե չասենք ամենաթույլն ենք։ Այդ դեպքում ո՞վ է մեզ պաշտպանելու։ Դոնալդ Տրամփն ասում է, ես հաջողակներին եմ սիրում, ես դիկտատորների ընկերն եմ, ես հաջողակ մարդկանց հետ եմ լավելում, ինքը զզվում է պարտված մարդկանցից, այսինքն ինքը Փաշինյանից զզվում է, հասկանում եք, որտեղ ինքը Ալիևի ընկերն է։ Ալիևն է հաղթել, դրա համար Ալիևին հարցնում, բան չի պատերազմը կանգնացեցիր, ինչի առաջ չգնացիր, որտեղ ինքը մտածում է, բա որ հաղթել ես, ինչի՞ ես մինչև վերջ առաջ գնացել։ Նա Ալիևի ընկերն է, նա Սիրիայի դիկտատորի ընկերն է, միջազգային ահաբեկիչ, նա Պուտինի ընկերն է, նա Կիմ Չեն Ընի ընկերն է, Լուկաշենկոյի ընկերն է, բարդ է հասկանալը։ Եթե հանկարծ ինքը պարտադրված չեղավ, որ աշխարհի մթնոլորտը հաշվի առնելով գնա Ուկրաինայի շահերը սպասարկելով նաև ցույց տա, որ ես արդարության կողմն եմ, ուժով արդարություն եմ պարտադրում, ինքն դառնում է դիկտատորների գործընկեր, ինչ կա չհասկանալու։ Հիմա եթե դուք դա ողջունում եք, որ Ռուսաստանին ասում եք, եթե գրավել ես, ինչ գրավել ես քոննա, ո՞նց եք մեղադրում Ադրբեջանին։ Որտեվ պետք է սկզբունք ունենաս, չէ՞, հո զորբայությամբ չի։ Աշխարհի մեծերը զորբայությամբ հարց չեն կարող լուծեն։ Մենք մեր փոքր պետությունով այդ զորբայությունով հարցը ո՞նց ենք լուծելու։ Մենք միտեղ ենք կարանք լուծենք, որ ասենք ժողովուրդ ջան, եթե ագրեսոր Ռուսաստանի պատժեք, մի ագրեսոր էլ մեր հարևանն է, բանան ինչ չեք պատժում, ինչ եք երկակի ստանդարտ կիրառում։ Դրա մեջ այդ ոգևորությունը չեմ հասկանում։ Արևմուտքը դեմ է Տրամփի ծրագրին։ Բայց դուք ոգևորված եք, որ այդ տեսեք ինչ արեց Ռուս, ինչ արեց։ Միլիոնից ավել տարավ կոտորեց, միլիոնից ավել հաշմանդամ սարքեց։ Երկիրը կողեց այդքան խնդիրների տակ, ինչ արեց։ Տրամփն էլ ենթադրենք այսօր Պուտինին օգնի, պատերազմը ավարտվելու, յա։ Այսինքն Տրամփը կարա պատերազմը այսօր դադարեցնի, այդ պատերազմը այսպես բոլոր կողմերը դժգոհ գնան։ Տրամփը քանի տարվա գարանտիա ունի, որ ինքը նախագահ ալնելու ու իր երաշխիքներն աշխատելու են։ Կարող է եկող տարի արդեն այսօր տարվա սխալի պատճառով սենատի ընտրությունների 1/3-ը մի քիչ իրավիճակ փոխվի, ինքը մեծամասնություն չունենա։ Կոնգրեսի ընտրություններում էլ մեծամասնություն չունենա։ Երկուսն էլ 2026 թվականի նոյեմբերին է։ Ինչ ես անելու։ Վերջ պրծավ։ Չեն է սպասելու մինչև 28 թիվ։ Այսինքն իր տված ոչ մի երաշխիք չի գործելու, որտեղ բոլոր կողմերը դժգոհ են։ Ինքը ժողովրդին ինչքան էլ ասի, բա տեսակ ինչ արեցի, Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեցի, ժողովուրդ ջան, բիզնեսի բաներ արեցի, տեսակ ձեզ համար ինչքան լավ է։ Այդ ժողովուրդը չի խաբվելու դրա վրա։ Հասկանալու է, որ դու իրականում ուր ես տանում մոլորակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ խաղաղության ծրագրին։ Հարցին արդյոք նա քննարկել է Ուկրաինայի համար 28 կետանոց խաղաղության ծրագիրը,
Վոլոդիմիր Զելենսկու հետ Տրամպը պատասխանել է մենք ունենք ծրագիր, այն ինչ տեղի է ունենում, սարսափելի է, սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Մենք կարծում ենք, որ գտել ենք խաղաղության հասնելու միջոցը։ Այսինքն պարտադրել, որ Ուկրաինան զիջումների գնա, դա խաղաղության հասնելու միջոց է։ Դա պատերազմը սառացնելու միջոց է, նույնիսկ այն պայմանագրերը, որ Ռուսաստանը Տրամպը կնքի, չի հասցնելու որևէ բիզնես պրոյեկտ իրականացնի, չի հասցնելու, իր ժամկետն ավարտվելու է։ Նա պարզապես պարտ կա փագում, Պուտինին ինչ որ պարտ կունի այդ մարդը, չի կարա չանի։ Ասում ախպեր, ես անեմ ինձանից հետո ինչ ուզում ալնի։ Չեմ կարա չանեմ, անում եմ։ Մեծ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան խաղաղության ծրագրի վերաբերյալ։ Իհարկե չեն մանրամասնում, թե արդյունքում ինչի են հանգել, բայց Մերցը ասել է, որ առիթ կլինի կասենք ի վերջո ինչ են քննարկում։ Բայց այնպես չի, որ մենակ Մերցն է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է. մենք բոլորս ուզում ենք արդարացի եւ երկարատև խաղաղություն, դա ուզում է Ամերիկայի նախագահը, դա ուզում ենք բոլորս, եւ մենք պետք է շարժվենք դեպի այդ նպատակը, ելնելով այն բանից, ինչ ունենք հիմա, բայց այն սկզբունքը, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, սեփական ինքնիշխանության պայմաններում հիմնարար սկզբունք է, ասել է Ստարմերը։ Իդեպ ոչ միայն Ստարմերը, այլ եվրոպական երկրները, նաեւ Եվրամիության ղեկավարության հետ են բանակցում, թե արտաքին քաղաքական պատասխանատուի, թե հենց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, որ գտնեն լուծումներ, կարողանան այնպես անեն, մեղմեն իրավիճակը, Դոնալդ Տրամպը հասկանա, որ լրջագույն անհամաձայնություն կա Եվրոպայի հետ, եւ Դոնալդ Տրամպը փաստորեն ագրեսորների գործընկեր հանդես գալով ուղղակի վարկաբեկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այդ ակնհայտ բանը հենց չի, որ Ամերիկայի հասարակությունն էլ դա չի հասկանում, լավ հասկանալով, որ սա խաղաղություն չի։ Ինքը սենց դադարացնելով, ճնշելով խաղաղության չի հասնելու։ Դա բացառվող բան է։ Ենթադրենք թուղթը ստորագրեցին, հետո որ չգործեց, Տրամպը ոտը քաշեց, չգործեց, ինչ։ Ինչ ալնելու։ Եվրամիության տարածած հաղորդագրությունում ասվում է. Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված նոր խաղաղության ծրագիրը կասկածի տակ է դրել Եվրամիության առաջարկը օգտագործել սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար։ Եվրամիության դիրքորոշումը կտրուկ փոփոխած ԱՄՆ-ի ծրագիրն առաջարկում է սառեցված ակտիվները բացել, ազատել եւ վերածել Վաշինգտոնի կողմից կառավարվող ներդրումային հարթակի։ Պատկերացնեք սառեցրած գումարները փոխանակ տան Ուկրաինային, որտեղ այդքան վնաս է տվել Ուկրաինային միլիարդավոր դոլարների, 100 միլիարդավոր դոլարների, այդ փողերը ասում ապա սառեցնենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ փողերը տնօրենի լա պատկերացնում եք ժողովուրդ ջան։ Ձևակերպումը ենթադրում է, որ Ռուսաստանը ոչ միայն կազատվի ապագա կարգավորման ժամանակ փոխհատուցում վճարելու պարտավորությունից, այլև կստանա առևտրային օգուտներ։ Կիևին բանակցությունների համար ներկայացված ծրագիրը հակասում է Եվրամիության նպատակին ստիպել Ռուսաստանին վճարել պատերազմի պատճառած վնասների համար եւ փոխհատուցման վարկ տրամադրել Ուկրաինայի ֆինանսական եւ ռազմական կարիքները հոգալու համար, ասված է Եվրամիության տարածած հաղորդագրությունում։ Այսինքն դու մտել ես, ավիրել ես, այդ քու փողերը սառեցված է, այդ քու սառեցված փողերը Ուկրաինային չենք տալի, քու սառեցված փողերը քեզ էլ չենք տալի, քու սառեցված փողերը Ամերիկան պտտում է։ Փայլում։ Սա է պատերազմի հանգուցալուծումը։ Իհարկե սա չի աշխատելու այս մեխանիզմը։ Չի աշխատելու, բայց ամեն դեպքում Դոնալդ Տրամպը հասկանում է, որ չի աշխատելու, հասկանում է, չի կարողանալու, հասկանում է, որ դրանով պատերազմ չի դադարելու, հասկանում է, այս ամբողջ շղթան չի աշխատելու։ Մի բան, մարդիկ ինչի են կասկածում, որ ինքը ուրիշ կապեր ունի Պուտինի հետ, որտեղ նորմալ լոգիկան չի կարողանա բացատրի, թե իր արածը ինչ է։ Սանկցիաներ կիրառի Ռուսաստանի դեմ, տանի նրան բազարի։ Հետո բազարի տանելուց հետո ասի դե լավ, տես Ուկրաինային կճնշեմ, դե դու իմ ուզածը կանես, ես եք ուզածը, դե այն հին պարտքերը փագեցինք, ժողովուրդ ջան։ Հիմա արդեն իրար հետ թաշտուխաղ ապրենք։ Էդա ես իմ անելիքն անեմ, հետո Պուտինը հավերժա, Պուտինը կշարունակի, Տրամպը կգնա, Պուտինը կշարունակի։ Չի աշխատելու այդ մեխանիզմը։ Ռուսաստանը այդ կարող է իր հանգիստ աշխատել,
Պուտինին պարտություն պարտադրելով, թող գնար իրանց տուն, եթե թողեին տուն հասնի, դու էլ հետները նորմալ աշխատեիր ցանկացած հաջորդ եկողի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի մոտ օրերս խորհրդակցություններ կլինեն մեր գործընկերների հետ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ քայլերի շուրջ։ Ես ստորագրել եմ Ուկրաինայի պատվիրակության կազմի մասին հրամանագիր, հաստատել բոլոր համապատասխան հրահանգները։ Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը եւ ինչ է անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը չկատարի երրորդ ներխուժումը, չհասցնի եւս մեկ հարված Ուկրաինային, ինչպես նախկինում կրկնում էր հանցագործությունները մեր ժողովրդի եւ այլ ժողովուրդների հանդեպ։ Այժմ խոսքը վերաբերում է շատ ավելի մեծ բանի, քան այս կամ այն փաստաթղթի որևէ կետն է։ Պետք է այնպես անել, որ Եվրոպայում եւ աշխարհում ոչ միտեղ չտիրի այն սկզբունքը, թե մարդկության, պետությունների եւ ժողովուրդների դեմ հանցագործությունները կարող են որևէ կերպ վարձատրվել կամ ներվել։ Էլ չեմ ասում խրախուսվել, ինչի մենակ ներվել։ Իրական խաղաղությունը միշտ հիմնված է երաշխավորված անվտանգության եւ արդարության վրա, եւ այս զգացումը միայն իմը չէ։ Ես գիտեմ, որ սա մեր միլիոնավոր մարդկանց եւ աշխարհի մեծամասնության զգացումն է, գրել է Զելենսկին։ Հիմա նաեւ պատվիրակությունն ասում է կգնան Ուկրաինայի շահը կփորձեն պաշտպանել այդ բանակցություններում, Ժնևում անցնելու առաջիկա բանակցությունները, այնուամենայնիվ մենք ուշադրությամբ դրան կհետևենք նաեւ արձագանքը Եվրոպայից, կհետևենք նաև արձագանքը միջազգային այդ կառույցներից, որոնք այնուամենայնիվ պետք է փորձեն Դոնալդ Տրամփին բացատրել, որ ճիշտ ճանապարհով չես գնում։ Մի բան էլ Գերագույն Ռադայի ասենք, տեսեք այստեղ ինչն է հարցը։ Մի վարքյան։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդի ծառա կուսակցության падգամավորը Սերգեյ Նագորնյակը հայտարարել է. Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգները պահանջում, որ նախագահը ստորագրի այն։ Իրականում այս դրույթների մեծ մասը նախագահի պատասխանատվությունը չէ, այլ Գերագույն Ռադայի։ Պատգամավոր Նագորնյակն ասել է, որ Եվրոպան ներկայումս գտնվում է շոկային անհանգստության վիճակում եւ համախմբվում է Ուկրաինայի շուրջ, քանի որ հասկանում է, որ իրենց երկիրը Եվրոպայի ֆորպոստն է։ Ժողովրդի ծառախմբակցությունը, ինչպես Ռադայի մյուս մասը, պատրաստ չէ գնալ ԱՄՆ-ի կողմից պահանջվող զիջումներին։ Թրամփի խաղաղության ծրագրի շատ կետեր ենթակա են խորհրդարանական հաստատման, նշել է Նագորնյակը։ Հիմա նաև հասկանանք ստեղ ինչի մասին է խոսքը։ Ուկրաինայում նախագահական կառավարման համակարգից հետո անցան խորհրդարանական նախագահական համակարգի, այսինքն հավասարազոր հակակշռող ուժեր են Գերագույն Ռադան եւ նախագահը, այսինքն նախագահի լիազորությունները էականորեն փոքրացված է, բայց ինչու է տպավորություն, որ նախագահան միանձնյա ղեկավարում է, որտեղ երկիրը պատերազմի մեջ է, մարդիկ համախմբվել են նախագահի շուրջ եւ միասնական քաղաքականություն են տանում ագրեսորի դեմ, նույնիսկ եթե ներքին տարաձայնություններ են լինում, նույնիսկ եթե Ռադայում շատ հարցերում անհամաձայնություններ ա լինում, իրանք առաջի գից դուրս չեն գալիս, չեն կարևորում, որ տեսեք, մենք էլ հավասարազոր կառույց ենք, ավելի շատ ցանկանում են իրանք ուղղակի ապահովեն նախագահի թիկունքը, որովհետև պատերազմի ժամանակ երկար բարար ճառերի տեղերը չի։ Դրա համար աշխարհը նայում է, որ Զելենսկին նենց հսկայական ազդեցություն ու ուժ ունի։ Իրականում իր պաշտոնից ելնելով չի այդ ուժը։ Իր պաշտոնը այդքան չի։ Այդ իսկ պատճառով, երբ որ այս փաստաթուղթը պատրաստում են ու ասում են թող Զելենսկին ստորագրի, կարծելով, որ եթե Զելենսկին ստորագրեց, դա վերջնական է, այդտեղ շատ լուրջ սխալվում են, որտեղ դա նշանակում է նույնիսկ փաստաթուղթ ստորագրող, փաստաթուղթ պատրաստող իրավաբանները Դոնալդ Տրամփի ադմինիստրացիայից, նրանք ուղղակի չգիտեն, որ Զելենսկու ստորագրելով հարցը չի լուծվելու, դա առանց վավերացման չի լինելու, իսկ վավերացման հարցում շատ լուրջ ճանապարհ անելու, այսինքն դու կարող ես որևէ տոնակատարության հետ կապված պարտադրես, որ այսօրը պետք է անպայման ստորագրեք, որովհետև դե տոնակատարության հետ կապվածն էլ խորհրդային միության մնացած բանա չէ, մայիսի 1-ի առիթով գնացեք քանի 100,000 զոհուզմա տվեք, գնացեք մայիսի 1-ին այս բլուրը գրավեք, նոյեմբերի 9-ին գնացեք այս արեք, այս նոյեմբերի 7-ին այս արեք, մի խոսքով ուզում ասեմ, բանը
խորհրդային միությունից մնացածա, տանենք մարդկանց կոտորենք, այսիշ տոնակատարությունը կարևորելու համար։ Հիմա Դոնալդ Տրամփն էլ մի հատ որոշել է, այսինչ առիթով պետք է սենց անենք, անպայման անենք, որ մենք ներկայացնենք, որ այսինչ առիթով սա արեցինք, ես չեմ հասկանում, դա ինչ որքանով է լուրջ, այդ իսկ պատճառով այդ խնդիրը արագ լուծվող չի, եթե նույնիսկ Զելենսկին ստորագրի։ Եթե նույնիսկ Զելենսկին ստորագրի ու գնա ժողովրդին ասի, ժողովուրդ ջան, ձև չկար, հասկացեք, պետք է ստորագրենք, կարող է ասեն ձև չկա, դու սարի, բայց մենք համաձայն չենք։ Բա ինչ ես անելու։ Ասել ես Ռուսաստան գնա ամբողջ Ուկրաինան գրավի, ամբողջ աշխարհի առաջ դա ես ասելու։ Ասես Ուկրաինա ես քեզ չեմ օգնելու։ Չես օգնում, նպատակը ո՞րն է։ Ագրեսորը գրավի։ Բատեղ Ամերիկայում նստել ես, որ ինչ անես։ Աշխարհի ամենաազդեցիկ պետության ղեկավարի աթոռին նստել ես, որ ինչ անես։ Դրա համար ես ուզում եմ ասեմ, որ այս հարցը ըստ մի հատ որոշումով չի լուծվելու, դա շարունակություն է ունենալու։ Ու նաև օրենսդրորեն խնդրեմ են ունենալու Ուկրաինայի հետ։ Մի բան էլ ուղղակի էլ ասեմ, դենց տարածեցին, որ Ուկրաինայի նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի հետ սերտորեն համագործակցող մարդիկ ակնարկել են, որ Զելենսկին կարող է չառաջադրվել երկրորդ ժամկետով, երբ հանգամանքները թույլ տան քվեարկել։ Այս հավանականությունն ամրապնդվում է բազմաթիվ հաղորդագրություններով, որ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան վաղուց է կարծում, որ նախագահը չպետք է վերընտրվի։ Ուշադրություն դարձրեք, որ այս մասին, որ խոսում են, ասում վաղուց է կարծում, ուզում են ասեն, որ հանկարծ չմտածեք այս կոռուպցիոն սկանդալն է պատճառը, որ Ելենա Զելենսկայան կարծում է, որ ամուսնու վարկանիշը ընկել է, ավելի լավ է ինքը չառաջադրվի, կարող է չանցնի։ Այսինքն դա ավելի շուտ է որոշված։ Իսկ դա ունի մեկ կարևոր պատճառ, որ պատերազմի նախագահը ինչքան ուզում է ինքը նույնիսկ ամենավերջին, ամենաճիգերով հաղթանակ բերի իր ժողովրդին, միևնույն է պատերազմը մարդիկ կապում են այդ մարդու հետ, ոչ թե մենակ երախտապարտ են ելնում, որ ինքը մեզ հաղթանակ բերեց, այլ անգամ հոգնում են, ասում են, լա ուրիշ մարդ կա, խաղաղության պայմաններում ուրիշ մարդ լինի։ Եվ այդ որ որոշում են, որ քանի պատերազմը Զելենսկին մնում ընտրություն չի լինելու։ Հենց պատերազմ չեղավ, խաղաղություն եղավ, ինքը այլևս խաղաղության նախագահ չի ուզում լինի, թող գա մեկ ուրիշը շարունակի անկախ պատերազմի արդյունքներից, որովհետև կյանքը ցույց է տվել, կյանքի փորձ ունեցող մարդիկ հրաշալի գիտեն, որ նույնիսկ լեգենդար Ուինստոն Լեոնարդ Սպենսեր Չերչիլը, որը որ հսկայական ջանքերի գնով իր պետությանը հաղթանակ բերեց, իսկ պետությունը հարվածի տակ էր, իսկ պետությունը ռմբակոծվում էր, հրթիռակոծվում, խայտառակ վիճակ էր, ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ Գերմանիայի, բայց մինչև Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չմտավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իրական աջակցություն Մեծ Բրիտանիան չունեցավ, ինքը խնդիր ուներ, երեսը փրկելու համար պատերազմ հայտարարեց Գերմանիային, բայց ինքը այդ քաշը չուներ նրա այդ լուրջ կռիվ տալու առանց Միացյալ Նահանգների աջակցության, բայց հասավ չէ այդ մարդը դրան, հասավ, որ ինքը հաղթողներից մեկն էր, հզոր եռյակը Խորհրդային Միությունը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան նա այդ հաղթողների հետ էր, չէ՞։ Բայց այդ նույն Չերչիլը Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ, երբ որ արդեն աշխարհն էին բաժանում 1945 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը։ Այդ ժամանակ ինքը ընտրությունները հուլիսի 5-ին էր Մեծ Բրիտանիայում խորհրդարանական, բայց ամփոփվելու էր հուլիսի 26-ին։ Ինքը ասեց մի հատ հետ գնամ Լոնդոն, գնամ շնորհավորանքը ստանամ, հետ գամ։ Եկավ տեսավ, որ պարտվել են։ Եվ Պոտսդամի կոնֆերանսին վերադարձավ լեյբորիստների լիդերը Կլիմենտ Ռիչարդ Էդլին, 2 օր հետո, հուլիսի 28-ին։ Այսինքն նույնիսկ Ուինստոն Չերչիլին ասեցին հոп, հաղթել ենք, լավ ենք արել, այս ժողովուրդը հաղթել է ու հոգնել ենք ախպեր, ուզում ենք նոր իրավիճակ։ Այնպես չի, որ այդ ազգը երախտամոռ էր, որովհետև երբ որ 45 թվականին Չերչիլը չանցավ, 51 թվականին նորից Չերչիլը դարձավ վարչապետ։ Չնայած 4 տարի հետո ինքը հրաժարվեց առողջական խնդիրների պատճառով, արդեն ասեց հերիք 81 տարեկան էր այդ ժամանակ։ Բայց ինչի եմ ասում, նույնիսկ Չերչիլին ջնջել են, տուն են ուղարկել։ Այսինքն պատերազմը ավարտվեց,
հաջողություն, թող նորը գա նոր էջից, բայց գնահատեցին այն ամեն ինչը, ինչ որ ինքը պատերազմում արել է, դրա համար 6 տարի հետո հետ բերեցին։ Իդեպ ասեմ ձեզ, որ այն ժամանակ նաև շատ էական նշանակություն ուներ, թեկուզ Մեծ Բրիտանիայի քաշը փոքր էր, քան Խորհրդային Միության կամ Միացյալ Նահանգների, բայց շատ էական նշանակություն ուներ, որ ինքը տարիքով ավելի մեծ էր, Չերչիլը Ռուզվելտից էլ, Ստալինից էլ, այսինքն այնպես չի, որ կամ Ռուզվելտը կամ Ստալինը պակաս փորձ ունեին, որ ասենք Չերչիլն ավելի փորձառու է, թե Ստալինը երկար տարիներ արդեն երկիր էր ղեկավարում, թե Ռուզվելտը, այսինքն հաստատ դա չէր խնդիրը, խնդիրը պարզապես նա էր, որ ինչ որ մի ժամանակ տարիքով մեծին հարգում էին ժողովուրդ ջան, այդ հիմա է, որ մոդա չի, այն ժամանակ պատկառանք էին զգում իրանցից ավելի ավակ ընկերոջ եւ իդեպ դա ես չեմ ասում, դա մասնագետներն են ասում, որ ինքը կարողանում էր դա վարպետորեն օգտագործի, որ ինքը այս իրանցից տարիքով մեծ է։ Դե Չերչիլը 1874 թվականի նոյեմբերի 30-ին ծնվել, Ստալինը 1878 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը 1882 թվականի հունվարի 30-ին, տարբերությունը արդեն տեսնում եք։ Այնպես որ ուզում եմ ասեմ, Զելենսկին եթե մի քիչ իրավիճակին պատկերացնելով կհասկանար, որ ավելի լավ է, որ ինքը չառաջադրվի, որ սա հանկարծ որևէ ձևով չկապեն, որ ինքը պաշտոնից է կառչած կամ որևէ բանից, դրա համար անեշում ավելի շուտ են դա որոշել։ Մեկ էլ հիմա Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին Սպիտակ տան հոլաձև աշխատասենյակում հանդիպել է Դոնալդ Տրամփի հետ։ Նրանց առաջին անձնական հանդիպումը շատ ավելի բարեկամական էր, քան սպասում էին լրագրողները, հաշվի առնելով, որ նախկինում երկու քաղաքական գործիչներն էլ խիստ էին արտահայտվում միմյանց մասին։ Թրամփն իրեն շատ բայրացակամ է պահել, մենք նրան կօգնենք, Տրամփն ասել ԱՄՆ նախագահը հավելելով, որ ինքը եւ Մամդանին համաձայն են շատ ավելի շատ հարցերի շուրջ, քան նա կարող էր մտածել։ Մենք մի ընդհանուր բան ունենք, երկուսս էլ մեծ հաջողություն ենք մաղթում մեր քաղաքին, որը մենք սիրում ենք, հայտարարել է Տրամփը։ Ես շատ եմ գնահատում նախագահի կողմից այն փաստը, այս էլ Մամդանին ասում, որ մեր հանդիպման ժամանակ մենք կենտրոնացել ենք ոչ թե տարաձայնությունների վրա, որոնք քիչ չեն, այլ Նյու Յորքի բնակիչներին ծառայելու մեր ընդհանուր նպատակի վրա, ասել է Մամդանին, բայց ուղղակի չմոռանանք, որ Դոնալդ Տրամփը ընտրություններից առաջ ասում էր, որ եթե նա ընտրվի բանից Դաշնային բյուջեից ֆինանսավորումը կկտրենք, մի հատ են այդ շանտաժ էր անում։ Մենք այդ թեմային անդրադարձել ենք, որ ասում են, լավ, ինչի ես տենց բան անում։ Չես խայտարականում Ամերիկան, որ դու ճնշում ես ֆեդերալ բյուջեից, դաշնային բյուջեից դու փողը չես տա, եթե մարդիկ ժողովրդա գնան ընտրեն, ինա դու գնալու են ընտրեն, բա ինչ ես անելու։ Դու գնացին ընտրեցին։ Հետո հիմա դրել գովում ես, բան, ես ինչ լավն է, շարունակությունը նայեք։ Լրագրողները հիշեցրել են Նյու Յորքի նորընտիր քաղաքապետին, որ Թրամփին անվանել է ֆաշիստ։ Մամդանին շփոթվել է հարցից, իսկ իրավիճակը փրկել է Տրամփը։ Հաստատեք, ասեք այո, այդպես ավելի հեշտ է, ես հասկանում եմ։ Կարծում եմ նա հրաշալի քաղաքապետ կլինի։ Քանի օր պահանջվեց, որ Դոնալդ Տրամփը էլ կոմունիստ ասի, էլ չգիտես ինչ ասի, մենք պետք է վերացնենք դրանց հետքը վերացնենք Նյու Յորքից, այս ինչ եք անում, պետք է ընդհանրապես ամեն ինչ անենք, հիշում եք այդ ամեն ինչ, այդ հայտարարությունները։ Այդ նույն մարդը չի անում։ Դրա համար չի կարելի Դոնալդ Տրամփի ասենք կարծիքների վրա երկարաժամկետ հեռանկարային պլաններ կազմել, որովհետև մի քանի օր առաջ ենք այս թեմային անդրադարձել, դրա համար ասի ձեզ հիշացնեմ։ Իսկ հիմա նայենք Հայաստանը առհասարակ ուր է գնում, դա էլ կարևոր է։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կապիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Դեսպանը չի եկել, նախարարը հետ խոսա, դա սովորական պրակտիկա է։ Պատվիրակությանն է ընդունել։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալները Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Այսինքն նաև որպեսի պատկերացեք բավական ներկայացչական կազմով հանդիպել են դեսպանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառությանն ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Շուրջ
Հայաստանի բնակչությունը այտենց կտրուկ ձևով ավելացրել է վճարունակ պահանջարկ ու կտրուկ ձևով ավելացրել է ապրանքները շատ ուտում, շատ հագնում, ինչ անում, ինչ է կատարվում։ Շատ փողեր ծախսում են туриզմի վրա, Փաշինյանն էլ է զարմացած, ասում է տեսեք ոնց են գնում, ուրեմն լավ է։ Բայց այնպես ուտելիքի կամ հագնելիքի վրա նենց չի, չէ՞ ֆանտաստիկ ձևով ծախսում են։ Բայց այդ դեպքում հարցը առաջանում, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ որ ավելացնես, ում հաշվին ես ավելացնելու։ Այսինքն Ռուսաստանի հետ դեռ քիչ է, հա։ Դեռ պետք է ավելացնենք։ Այսինքն նստել եք հետը քննարկում եք, որ այն փուչիկը, որ ապրանքաշրջանառության Ռուսաստանի հետ կար, սանկցիաների պատճառով, որ մերոնք թվեր էին նկարել, բարձում է դրանից հետո ուզում են այդ թիվը իրական դարձնեն, ապրանքաշրջանառությունն ավելացնեն, որ ուղղությունն են կրճատելու, որ ավելացնեն։ Էս Նիկոլ Փաշինյանն է Հայաստանին տանում դեպի Եվրոպա, ժողովուրդ ջան։ Հանդիպման ընթացքում քննարկվել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման երկու երկրների միջև, առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կարգավորման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Բաուրա եվրոպական տեխնոլոգիան էլ ոչ մեկին չի հետաքրքրում, այդ ամբողջ տեխնոլոգիան հիմա Ռուսաստանից ենք անելու, մտածելու ենք անխափան ապրանքը Ռուսաստան տանենք։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչը դուք լավ տեսնում եք ինչ ակա։ Հիմա էլ մանավանդ որ Տրամպը հանկարծ ասի, այս բանը այսպես չի, այնպես է, արդեն Նիկոլ Փաշինյանին բռնել չի լինի, արդեն լրիվ ինքը կընկնի Ռուսաստանի գիծը, իսկ մենք չմոռանանք այդ երաշխիքները, որոնք որ պայմանավորված է Տրամպով, Տրամպի երաշխիքները օրը մի քանի անգամ փոխվում է։ Հայաստանին տված երաշխիքը որն է, երբ որ երաշխիք չի էլ տվել։ Այդ դրա համար մենք մտահոգվելու անհամեմատ ավելի շատ բան ունենք, քան մենք պատկերացնում ենք, թե իրականում ինչ է կատարվում։ Առավել ևս, որ մեր իշխանությունը լրիվ այլ օրակարգով են զբաղված իրանց վերընտրությամբ եւ Ալիևի շահերը սպասարկելու, Ալիևի, Էրդողանի եւ Պուտինի։ Այս է պրոբլեմը։ Մնացածը մենք պետք է մտածենք, կարողանում ենք տանենք մեր երկիրը դեպի Եվրամիություն, համակարգի մեջ լինի, անվտանգային խնդիրը լուծենք, նորմալ ձևով, կենսունակ ձևով տնտեսություն ունենանք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։